Ողջույն, այսօր կծանոթանանք Airtable տվյալների բազայի կառուցվածքին։ Մենք կվելուծենք աղյուսակները, ատրիբուտները և գրառումները, կսովորենք, թե ինչպես ստեղծել և խմբագրել դրանք։ Ենթադրվում է, որ այս փուլում հարցեր չեն առաջանա, քանի որ նախնական գիտելիքներ տվյալների բազաների մասին արդեն ունեք, դասի ավարտին կունենանք մի պարզ աղյուսակ։ Տվյալների բազան բացվում է սեղմելով նրա պատուհանին։ Այն բաղկացած է աղյուսակներից, իսկ աղյուսակը ատրիբուտներից և գրառումներից։ Յուրաքանչյուր ներդիր աղյուսակ է, որը պահում է տվյալներ նույն տեսակի սուբյեկտների մասին։ Օրինակ, տրամաբանական է աշխատողներին պահել մի աղյուսակում, իսկ բաժիններին մեկ այլ աղյուսակում։ Առայժմ մեր տվյալների բազայում կա միայն մեկ անանուն աղյուսակ։ Սկզբի համար եկեք ստեղծենք նոր աղյուսակ։ Դա անելու համար սեղմենք Add or Import կոճակը։ Մեզ առաջարկում են ստեղծել դատարկ աղյուսակ կամ ներմուծել Excel-ից։ Մենք կստեղծենք դատարկ աղյուսակ։ Յուրաքանչյուր աղյուսակ ունի համատեքստային մենյու, որտեղ կարող ենք վերանվանել, կրկնօրինակել և ջնջել մեր աղյուսակը։ Եկեք այն վերանվանենք աշխատակիցներ։ Կրկնօրինակել աղյուսակը։ Airtable-ը հարցնում է. աղյուսակը կրկնօրինակել բոլոր գրառումների հետ, թե միայն նրա կառուցվածքը։ Կրկնօրինակենք աշխատակիցներ աղյուսակը և վերանվանենք բաժիններ։ Այժմ տվյալների բազայում կա երկու աղյուսակ։ Աղյուսակում կարող եք ավելացնել բացատրություն, որը տեսանելի կլինի վերնագրի վրա սավառնելիս։ Վերջինը ջնջելն է։ Բազայում միշտ պետք է մնա առնվազն մեկ աղյուսակ, այսինքն ջնջել վերջինը, թողնելով բազան դատարկ, անհնար է։ Ջնջված աղյուսակները պահվում են տվյալների բազայի աղբարկղում 7 օր, որից հետո ընդմիշտ ջնջվում են։ Կարող եք նաև հետարկել ջնջումը, օգտագործելով ստեղնաշարի դյուրանցումը Ctrl+Z Windows-ների դեպքում կամ Command+Z Mac-երի դեպքում։ Աղյուսակի կառուցվածքը։ Սկսենք ատրիբուտներից։ Ատրիբուտները սուբյեկտների բնութագրերն են, որոնք պահվում են աղյուսակում։ Օրինակ, աշխատողների համար անունն է, հեռախոսահամարը, աշխատանքի սկսման ամսաթիվը, պաշտոնը և բաժինը։ Դուք կարող եք ավելացնել հատկանիշ մի քանի ձևով։ Առաջինը օգտագործելով պլյուս կոճակը։ Եկեք ստեղծենք ատրիբուտ աշխատանքի սկսման ամսաթիվ անունով։ Ատրիբուտի երկրորդ դաշտը նախատեսված է տվյալի տեսակի համար։ Առայժմ բոլոր մեր դաշտերը կլինեն default արժեքի։ Պահպանենք հաջորդ ձևը, ցանկացած ատրիբուտի վրա սեղմելով մկնիկի աջ կոճակը, ապա ընտրելով Insert Right տարբերակը։ Յուրաքանչյուր հատկանիշ պետք է ունենա եզակի անուն աղյուսակում։ Եվս մեկ ատրիբուտ աշխատանքի սկսման ամսաթիվ անունով ստեղծել չի ստացվի։ Ավելացնենք պաշտոն ատրիբուտը։ Մենք ստեղծեցինք երկու ատրիբուտ, բայց մենք դեռ ունենք name անունով ատրիբուտ։ Նրան վերանվանելու համար պետք է կրկնակի սեղմել ատրիբուտի վրա, այն վերանվանենք անուն ազգանուն և պահպանենք։ Տեսնենք, թե ինչ այլ գործողություններ են մեզ հասանելի դրանցով։ Ատրիբուտի համատեքստային մենյուն բացելու համար անհրաժեշտ է սեղմել հատկանիշի անվան վրա։ Առաջինը Edit Field տարբերակն է։ Մենք կարող ենք վերանվանել ատրիբուտը և փոխել դրա տեսակը։ Հաջորդ տարբերակը Duplicate Field։ Կրկնօրինակելիս ընտրված հատկանիշը պատճենվում է ամբողջությամբ։ Նոր ատրիբուտը կտեղադրվի պատճենված ատրիբուտի աջ կողմում։ Սա կարող է հարմար լինել, երբ մենք ստեղծում ենք բազմաթիվ նմանատիպ ատրիբուտներ։ Մենք արդեն դիտարկել ենք Insert Left և Insert Right տարբերակները։ Հաջորդը գալիս է Edit Field Description։ Յուրաքանչյուր ատրիբուտի համար կարող ենք ավելացնել մեր սեփական նկարագրությունը, որը կհայտնվի, երբ մկնիկը պահենք ատրիբուտի վերնագրի վրա։
Իհարկե կարևոր է նշել դաշտերը տեսակավորելու, զտելու, խմբավորելու և թաքցնելու հնարավորությունները, բայց այժմ մենք չենք անդրադառնա սրա վրա, քանի որ այս թեմաները արժանի են առանձին դասի, այլ ոչ թե մի քանի վայրկյանի։ Մենք անպայման արժանապատիվ ժամանակ կհատկացնենք այդ հնարավորություններին։ Եվ իհարկե, ատրիբուտները կարող ենք ջնջել, բայց կարևոր է հաշվի առնել, որ աղյուսակի բոլոր հատկանիշները չեն կարող ջնջվել։ Օրինակ, աղյուսակի հենց առաջին հատկանիշը հիմնական հատկանիշն է։ Այն հնարավոր չէ ջնջել, տեղափոխել կամ թաքցնել։ Հետևաբար, առաջին հատկանիշի ընտրությանը պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե պատահաբար ջնջեք հատկանիշը, մի անհանգստացեք։ Դուք միշտ կարող եք հետարկել գործողությունը, սեղմելով Ctrl+Z կամ Command+Z։ Հիմա անցնենք գրառումներին։ Մեր աղյուսակի յուրաքանչյուր տող առանձին էություն ներկայացնող գրառում է։ Օրինակ, աշխատակիցների աղյուսակում յուրաքանչյուր գրառում առանձին աշխատող է։ Եթե կազմակերպությանը միանում է նոր աշխատակից, ապա նրա համար պետք է նոր գրառում ավելացնել աղյուսակում։ Նոր գրառում ավելացնելու մի քանի եղանակ կա։ Դուք կարող եք օգտագործել պլյուս կոճակը վերջին մուտքի տակ կամ աղյուսակի ստորին ձախ անկյունում։ Մեկ այլ միջոց է ընտրել ցանկացած բջիջ և սեղմել Shift-Enter։ Եթե գրառման վրա պահենք և սեղմենք մկնիկի աջ կոճակին, կբացվի դրա համատեքստի ընտրացանկը։ Դիտարկենք մենյուի տարրերը հերթականությամբ։ Պատճենել գրառումը։ Նոր գրառում կտեղադրվի բնօրինակի տակ։ Ընդլայնել գրառումը։ Թույլ է տալիս բացել մանրամասն տեղեկություններով ձայնագրման քարտ։ Սա այժմ տեղին չէ, բայց մենք կանդրադառնանք դրան ավելի ուշ։ Պատճենել գրառման հղումը։ Թույլ է տալիս ուղարկել կոնկրետ գրառման հղում ձեր գործընկերներին։ Սա հարմար է համագործակցության համար։ Ջնջել գրառումը։ Կարող եք ջնջել մեկ կամ մի քանի գրառում։ Դա անելու համար ընտրեք մի քանի տող, սեղմելով Shift-ը, մկնիկի աջ կոճակին և ընտրելով ջնջել ընտրվածը։ Յուրաքանչյուր գրառում կարող է ընդլայնվել, սեղմելով տողի սկզբում գտնվող անկյունագծային սլաքի կոճակին։ Բացվող քարտում կտեսնենք մուտքի բոլոր մանրամասները։ Լրացնենք առաջին աշխատակցի անուն, ազգանուն, պաշտոն և աշխատանքի սկսման ամսաթիվ դաշտերը։ Շնորհավորում ենք, մենք այժմ ունենք մեր առաջին լիարժեք գրառումը աշխատակիցներ աղյուսակում։ Դասը ամփոփելու համար մեզ ներկայացվեց տվյալների բազայի հիմնական կառուցվածքը։ Մենք ստեղծեցինք նոր աղյուսակ, դրան ավելացրինք ատրիբուտներ, վերանվանեցինք դրանք և նույնիսկ լրացրեցինք առաջին գրառումը։ Ապագայում, երբ տվյալների բազայում ավելի շատ աղյուսակներ լինեն, մենք կկարողանանք կատարել ավելի բարդ գործողություններ, ինչպիսիք են աղյուսակները միմյանց հետ կապելը, տվյալները մի աղյուսակից մյուսը քաշելը և շատ ավելին։ Հաջորդ դասին աշխատակիցներ աղյուսակին կավելացնենք նոր հատկանիշներ, կուսումնասիրենք դրանց տեսակներն ու առանձնահատկությունները։ Մենք կխոսենք թվային, տեքստային, ամսաթիվ ժամանակի և տվյալների այլ տեսակների մասին։